Սենք այսօրվա մեր տասին թեման, ներկա բացականները ավակ երկու բացակա ունենք, որոնք հիվանդության պատճառով բացակայում են։ Բուրգեր։ Բոլորի բուրգերը տեսնեմ, սեղանին ոչ որ տեսնում եմ, ունենք ինչ են հանձնարարված քեզ բուրգ կառուցելուց, Նարմանը ջան։ Մեզ հանձնարարված է կառուցել հիմքին արտագծած եւ ներգծած շրջանագծի շարավիղները, հարթագիծը, բարձրությունը, Իսկ սրանք ինչն են բուրգի համար։ կողմնային կողերը բուրգի։ Ապրես, միապատասխանին ցույց տալ բուրգը լրիվ է կառուցված հանձնարարության համապատասխանում է։ Այո։ Ինչ է բուրգը։ Ասա տեսնեմ։ Բուրգը բազմանիստ է, որի հիմքը բազմանկյուն է, իսկ կողմնային նիստերը ընդհանուր գագաթ ունեցող եռանկյուններ են։ Այն անկյուն ճարտարապետական կառույց է, հայտնի են եգիպտական բուրգերը, որը կիրառվել են որպես տաճար կամ հուշակոթող։ Ապրես, բուրգերի պատմության մասին ինչ կարող ես ասել։ Այժմ բրգանման ձևը օգտագործվում է ճարտարապետության մեջ, Լուվրի բուրգում, հին Եգիպտոսում Գիզեի մեծ բուրգի նման կառույցները կառուցվել են որպես փարավոնների դամբարաններ։ Կենտրոնական Ամերիկայում Չիչեն Իցա բուրգը օգտագործվում է կրոնական ծեսերի համար եւ ունեն աստիճանական ձև։ Ինչ-որ բան կարող եք լրացնել բուրգերը, որտեղ են կիրառվում շինարարության մեջ։ Բուրգերի շինարարության մեջ օգտագործում են տների, շենքերի, տանիքներ կառուցելու համար, որոնք լինում են եռանկյուն բուրգեր, քառանկյուն բուրգեր, բազմանկյուն բուրգեր։ Եռանկյուն բուրգաձև, քառանկյուն բուրգաձև եւ բազմանկյուն բուրգաձև։ Ինչու են անում բուրգաձև տանիքները, մաներ։ Ինչի են տանիքները անում բուրգաձև։ Բնության տարերքին ասենք, բնության տարերքին լավ դիմակայել, այսինքն անձրևներին, քամիներին, կարբուտին, ինչ բուրգերի տեսակներ գիտեք Սյուզի։ Լինում են եռանկյուն բուրգեր, որոնք ունեն եռանկյուն հիմք եւ 4 նիստ, սա բուրգի ամենաբարձր տեսակն է։ Լինում է քառանկյուն նիստ, որը քառանկյուն բուրգ, որը ամենատարածված տեսակն է, ունի քառակուսի հիմք եւ 4 կողմնային նիստ եւ լինում են հնգանկյուն բուրգեր, որոնք ունեն 5 կամ ավելի նիստեր։ Կամ հնգանկյունից ավել չի կարող լինել։ Բազմանկյուն բուրգեր նիստեր, որոնք ունեն բազում հիմքի կողեր։ Սևական, բուրգի նիստերի քանակը բուրգի ինչից է կախված։ Կախված է հիմքի կողմից, հիմքի կողմերի քանակից։ Հիմքի կողմերի քանակից։ Որ բուրգերն են կոչվում կանոնավոր բուրգեր։ Ասա տեսնեմ լարը։ Կանոնավոր բուրգեր կոչվում են այն բուրգերը, որոնց հիմքը կանոնավոր պատկեր է։ Կանոնավոր եռանկյուն բուրգերի հիմքը հավասարակողմ եռանկյուն է, իսկ կանոնավոր քառանկյուն բուրգերի հիմքը հավասարակողմ քառանկյուն է։ Կանոնավոր քառանկյուն է։ Կանոնավոր քառանկյունին որն է, մաներ։ Կանոնավոր քառանկյունը քառակուսին։ Ով կարող է ներկայացնել բուրգի բաղկացուցիչ մասերը։ Ասա տեսնեմ։ Ան, կողմը, էլը, ծնորդը, հաշը, բուրգի բարձրությունը, փոքր հաշը, հիմքի բարձրությունը, դեն հարթագիծը, փոքր եռը, հիմքին ներգծած շրջանագծի շարավիղը, մեծ եռը, հիմքին արտագծած շրջանագծի շարավիղը, անկյուն D եռը երկնիստ անկյունն է, անկյուն L եռը կողմնային կողմի եւ հիմքի հարթության անկյունն է, կազմված անկյունն է, S կողմնայինը կողմնային մակերևույթի մակերեսն է, S դրիվը բուրգի դրիվ մակերեսն է։ Ապրես, միայն երկնիստ անկյուն ասելով ինքը շատ երկնիստ անկյուններ ունի։ Կարող եք ասել, հիմքի կողմին առընթեր երկնիստ անկյունը։ Ապրես, նստի, բաժանվում եք խմբերի,
Առաջի շարքը, առաջի խումբ, երկրորդ խումբ, երրորդ խումբ։ Ուշադիր եք լսում առաջադրանքը։ Վերցնում եք որևէ բուրգ, որևէ մեկի բուրգ, հաշվում եք, առաջի խումբը, հաշվում եք, կողմնային մակերևույթի մակերեսը, ասենք, վերցրեցիք Արամի բուրգը, չափումը ներ կատարում, կողմնային մակերևույթի մակերեսը, ճշգրիտ չափում է, հաշվում եք, կողմնային մակերևույթի մակերեսը, մյուս խմբից, վերցնում եք, դուք տեսնեն, շատ հաջող բուրգ է, վերցնում եք նարեի բուրգը, հաշվում եք, հիմքին ներգծած շրջանակի շարավիղը, հաշվում եք, հիմքին արտագծած շրջանակի շարավիղի երկարությունը, հաշվում եք, բուրգի բարձրությունը, երկրորդ խմբի հանրությունը, երրորդ խումբը, վերցնում եք մանեի բուրգի վրա, ինչն եք հաշվում, հաշվում եք լրիվ մակերևույթի մակերեսը, հաշվում եք հարթագծի երկարությունը, հարթագիծը ինչի համար էր վեց կողմնային մակերևույթի վրա, ինքը քառանկյուն բուրգ է, հաշվի կառնեք, այս տեսեք, այ մանեն երկու բուրգ է կառուցել, տեսեք ինչքան հարմար է, պատրաստ, որ միանգամից կողմնային մակերևույթի մակերեսը հաշվելու համար, լրիվ մակերևույթի մակերեսը հաշվելու համար, ուրեմն առաջադրանքը կատարելու համար խմբերին տրվում է 10 րոպե ժամանակ։ 10 րոպե ժամանակ վերահասնելուց հետո յուրաքանչյուր խմբի մասնակից ավագ, դուք ձեր մեջ ընտրեք ավագին կամ որևէ մեկին, կարծում եք, հաշվում եք, որևէ մեկը ներկայացնելու է խնդիրը գրադախտակին և մյուս առաջի խումբը իր խնդիրը ներկայացրեց, երկրորդ և երրորդ խմբերը ուշադիր լսում են, եթե թերություններ կան, ավելացնում են, շտկում են, պակաս բաներ կա, ավելացնում են, թերություններ կա, շտկում են, և այսպես երկրորդ խմբի աշխատանքը ներկայացնում են, առաջինը և երրորդը հետևում են, մեր աշխատանքը սկսեցի, ժամանակը գնաց, կազմում են խմբեր, խմբերը կազմեցին, խմբեր ժամանակը սպարվեց, ամեն մեկս ուղղում են դեպի գրադախտակ, ժամանակը սպարված է, մեզ հանձնարարված է գտնել այս բուրգի կողմնային մակերևույթի մակերեսը, մենք շապումներ կատարեցինք և գտանք, որ ան հավասար է 20 սանտիմետր, իսկ հարթագիծը հավասար է 15 սանտիմետր։ Ինչպես գիտենք, այս կողմնային մակերևույթի բանաձևը պարագիծ անգամ հարթագիծ կես և հաշվարկներով ստացանք 60 անգամ 15-ի կես հավասար է 450 սանտիմետր քառակուսի։ Ով է ձեզ դուս ներկայացնելու երկրորդ խմբի առաջադրանքը։ Ես։ Անջելան, խնդրեմ Անջելա։ Մեզ հանրարված է գտնել հիմքի ներգծած շրջանակի շարավիղը, որից հետո գտնել հիմքի արտագծած շրջանակի շարավիղը, հիմքի կողը և հիմքի մակերեսը։ Մենք սկզբում չափել ենք հիմքի ներգծած շրջանակի շարավիղը, որից հետո գտել ենք արտագծած շրջանակի շարավիղը, հետո գտել ենք հիմքի կողը, այս բանաձևով և հաշվել ենք հիմքի մակերեսը, քառակուսի անգամ անմատերեք 4։ Ես ստացել ենք 39 բաժանած 2-ին։ Չափմամկյա որետուղի։ 11 քառ։ Ամս։ Երրորդ խումբ, ով է ներկայացնելու երրորդ խմբի առաջադրանքը։ Կայվոր մենք բուրգը քառակին է, այս հիմքը գտնում ենք կողմի քառակուսի բանաձևով։ Տեղադրում ենք ես ստանում ենք ավելի 56։ Երկրորդ քայլը գտնում ենք ես կողմնայինը, որը հավասար է պարագիծ անգամ հարթագիծ կես։ Պարագիծը գտնելու համար անհրաժեշտ է 4a,
անգամ ունենք տեղադրում 26, բաժանում ենք 2-ի։ Ստանում ենք 225։ Եվ արդեն 3 քայլով ուտում ենք մեր ստեղծը։ Պատասխան 926 սանտիմետր քառակուսի։ Ամփոփման փուլում նախատեսել են այսպիսի մի հետաքրքիր խաղ։ Ինչ ենք անում։ Մեր հաջորդ դասի թեման լինելու է հատած բուրգ։ Այս քառանկյուն բուրգի մեջ տեղավորված է, տեսեք ինչ է տեղավորված։ Տեղավորված է քառանկյուն բուրգ։ Քառանկյուն հատած բուրգ։ Քառանկյուն հատած բուրգ, որի մեջ կոնֆետներ են, կոնֆետների յուրաքանչյուր կոնֆետի աշակերտի հանձնվում է մի կոնֆետ, որի վրա գրված է համապատասխան հարցերը ու մոտենում ենք դասարանին գրատախտակին ներկայացնում ենք հարցերի պատասխանները։ Բաժանում եմ կոնֆետները, պոկում ենք թուղթը, հարցը, կարդում ենք, գրատախտակին ներկայացնում ենք։ Տեսեք, ինչ ենք սովորել։ Յուրաքանչյուր եք կարդում եք ձեր։ Իմ հարցը տրված է, որ հիմքի արտագծած շրջանագծով արտահայտել հիմքգծած շարակը։ Հիմքի ներգծած շարակը հավասար է արտագծածը։ Երկու է։ Բուրգի հիմքի կողմը արտահայտել հիմքին արտագծած շրջանագծի շարակը։ Ոսկե եռանկյուն բուրգերի մասին է։ Կանոնավոր եռանկյուն բուրգերի մասին է խոսքը։ Հիմքի մակերեսը։ Հիմքի կողմ քառակուսի արմատների քարով կամ հիմքի կողմ անդամակցությունը պես։ Աբրես։ Գտնել հիմքի պարագիծը։ Գտնել կողմնային մակերեսի մակերեսը։ Հիմքի բարձրությունը արտահայտել ներգծած շրջանագծի շարակով և հիմքի կողմում։ Դաշը հավասար է դաշը հավասար է ձերել, ինչպես նաև դաշը հավասար է Բուրգի բարձրության և ներգծած շարակը։ Հարցեր թե ինչն է իմ համար անհասկանալի, իմ համար այս թեմայից անհասկանալի բան չկա, ես լրացրել եմ։ Իմ հարցեր ինչ սովորեցի ես սովորեցի տիրապետել և անկյուն և քառանկյուն բուրգերի բանաձևերին, իմացան դրա տեսակները և իրականությունը։ Գնահատել մինչև 1-ից 5 միավոր։ Այսօրվա մեր դասի թեման կանոնավոր եռանկյուն բուրգերն են և այսօրվա դասի թեման ես գնահատում եմ 5 միավոր։ Մեր թեման ավարտվեց, կանոնավոր եռանկյուն բուրգ և ընդհանրապես բուրգեր, հաջորդ թեման լինելու է հատած բուրգ, ինքնուրույն սովորում ենք հատած բուրգ թեման, կառուցում ենք հատած բուրգեր։ Շնորհակալություն, այսօր այսքանը ազատ ենք։